Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ անդրադառնալ մի հարցի, մի խնդրի, Որոտան գյուղին, Գորիս համայնքի Որոտան գյուղին։ Գյուղը սահմանամերձ գյուղ է, պատերազմից հետո հայտնվել է նոր իրավիճակում, գտնվում է կառավարության եւ համայնքի ուշադրության կենտրոնում, մի շարք ծրագրեր են իրականացվել եւ իրականացվում, գյուղում կկառուցվի նոր դպրոց եւ այլն եւ այլն։ Սակայն, տեսեք, գյուղում 200 մետր հեռավորության վրա գործում է հիդրոէլեկտրոկայան Տաթև ՀԵԿ-ը, որը պատկանում է Contour Global Cascade փակ բաժնետիրական ընկերությանը։ Եվ գյուղը փաստացի ազդակիր համայնք է այս ՀԵԿ-ին։ Այսինքն գյուղը կրում է բացասական ազդեցությունները տարերային աղետների կամ արտակարգ իրավիճակների դեպքում գյուղը կոնկրետ ռիսկերի տակ է գտնվում այդ հիդրոէլեկտրոկայանի պատճառով, բայց գյուղի հետ կապված Contour Global-ը որևէ սոցիալական պատասխանատվության ծրագրեր չի իրականացնում, որևէ փոխհատուցումներ չկան։ Բացի աղետների եւ արտակարգ իրավիճակների դեպքերի, որի դեպքում օրինակ վարկյանում 30 մինչև 30 տոննա ջուր է հոսում այդ խողովակներով, պատկերացրեք, բացի դրանից նաև աղմուկի հետ կապված խնդիր կա, գյուղացիները ստիպված են լինում ժամերով, նույնիսկ օրերով, օր ու գիշեր լսել այս աղմուկը։ Սա տուրբինների աղմուկն է, որ գյուղացիները չգիտես ինչու պարտադիր պետք է լսեն։ ՀԵԿ-ը կառուցվել է մոտավորապես 1970-ականներին, հետո մասնավորեցվել է մոտ 10 տարի առաջ, չեմ ուզում հիշատակել ովքեր են սեփականատերերը եւ ոնց մասնավորեցվեց, սա չի խնդիրը, բայց չի կարող բիզնեսի շահույթ ստանա եւ բիզնեսի արդյունքում բնակիչները կրեն բացասական հետևանքներ, բայց փոխհատուցումներ չլինեն։ Հետևաբար հայտարարությունս ուղղվում է շրջակա միջավայրի նախարարությանը, նախարարին եւ խնդրում եմ անցկացնել շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի փորձաքննություն, պարզելու համար, թե Որոտան գյուղը ինչքան է ազդակիր համայնք եւ ըստ այդմ արդեն իրականացնել փոխհատուցումների եւ սոցիալական պարտավորությունների ծրագիր։ Սա է պահանջը եւ այսքանով բավարարվենք եւ սպասենք նախարարության պատասխանին։ Շնորհակալություն։